Բարև ձեզ ընկերներ, թող Աստված Սուրբ Հոգու միջոցով գա և ձեզ հանգստություն տա, թող ձեր ներսում հիմա նրա խաղաղությունը լինի, որպեսզի դուք կարողանաք ուղղորդություն ստանալ նրանից, և այդ ամենը պետք է նրա կամքով լինի, նրա առաջնորդությամբ, որովհետև միայն այն ժամանակ, երբ մենք կատարում ենք Աստծո կամքը, մենք իրականում երջանիկ ենք դառնում, և նույնն էլ հակառակը, եթե մենք չենք կատարում Աստծո կամքը, մենք երջանիկ չենք, որովհետև Աստված տվել է սիրո հոգուն, որպեսզի մենք սիրենք, և ամենից առաջ նրան սիրենք, համեմատելու համար նույնպես կարող ենք ասել, որ Աստված մեր առաջին սերն է, մենք արդեն երկար ժամանակ է այս թեմայից ենք խոսում, սիրո թեման, որովհետև ամբողջ աշխարհը ցանկանում է սիրված լինել, բոլոր մարդիկ էլ դա են ցանկանում, ճիշտ է թե ոչ, բոլորն էլ սեր են փնտրում, և այդ սերն Աստծուց է գալիս, յուրաքանչյուր մարդ ունի այդ սիրելու հատկությունը, յուրաքանչյուրն էլ կարող է սիրել, նույնիսկ, եթե դուք այդ սերն օգտագործել եք սխալ բանի համար, օգտագործել եք մեղքի համար, և սխալ կյանքով եք ապրել, այստեղ կարևոր չէ ձեր բնավորությունը, կարևոր չէ թե դուք ինչ եք սիրել կամ չեք սիրել, կարևոր չէ թե ինչպես եք օգտագործել այդ սերը, այդ սերը Աստված յուրաքանչյուրի ներսում էլ դրել է, յուրաքանչյուր մարդ կարող է սիրել, և այդ սերը միայն Աստծուց է գալիս, և իհարկե, եթե մարդն օգտագործում է այդ սերը, որպեսզի այս աշխարհի կամքը կատարի, եթե մարդիկ օգտագործում են այդ սերը, որպեսզի մեղք գործեն, պարզ է, որ նրանք Աստծո կամքը չեն կատարում, բայց այստեղ կարևոր է մի բան հասկանալ, Աստված չի վերցնում մեզանից այն սերը, որը նա դրել է մեր ներսում, նույնիսկ եթե դուք այդ սերն օգտագործում եք, որպեսզի սիրեք աշխարհը, որպեսզի սիրեք մեղքը և նման սխալ բաները, չնայած այդ ամենին, Աստված մեզանից չի վերցնում այդ սերը, մարդը կարող է ընտրություն կատարել, ինչպես օգտագործել այն սերը, որն Աստված է տվել, նույնիսկ եթե մարդն ասում է, ես Աստծուն չեմ հավատում, բայց դուք հաստատ հավատում եք սիրուն, և այն սերը, որին դուք հավատում եք, դա Աստված է տալիս, այն սերը, որով դուք սիրում եք մարդկանց, դա Աստծուց է, այն, որ դուք սիրում եք կենդանիներին, այդ զգացմունքը նույնպես Աստծուց է, նույնիսկ եթե դուք օգտագործում եք այդ սերը, որպեսզի մեղք գործեք, որպեսզի դավաճանեք ձեր կնոջը կամ ամուսնուն, այդ սերը նույնպես Աստծուց է տրված, բայց դուք եք որոշում, թե որտեղ օգտագործել այդ սերը, բայց ամբողջ իմաստը նրանում է, որպեսզի մարդն ինքնակամ այդ սերն ուղղորդի դեպի Աստծուն, որպեսզի նա ամենաշատն Աստծուն սիրի, դա հենց առաջին օրենքն է, սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով, ուրեմն, մենք պետք է Աստծուն սիրենք մեր ամբողջ ուժով, և այն սերը, որ Աստված սպասում է մեզանից ստանալ, այդ սերը նա արդեն տվել է մեզ, այն սերը, որ մենք պետք է Աստծուն տանք, արդեն մեր ներսում է, կարևոր չէ դուք եկեղեցուց եք, թե ընդհանրապես չեք հաճախում, կարևոր չէ դուք կրոնավոր եք, թե ընդհանրապես չեք լսել Աստծո մասին, կարևոր չէ ինչ եկեղեցուց եք դուք, կաթոլիկ, առաքելական, ավետարանական, կարևոր չէ թե որտեղից եք դուք, կարևոր չէ ինչ կրոնի եք պատկանում, և կարևոր չէ ինչ ավանդույթներ ունեք, կարևոր չէ դուք չար եք, թե բարի եք,
Կարևոր չէ դուք հանցագործ եք, թե բարի մարդ եք։ Կարևորն այն է, թե ինչպիսին է ձեր բնավորությունը, եւ այն սերը, որ ձեր ներսում է, հնարավոր է նույնիսկ դուք չեք ընդունում, դուք չեք հավատում, որ ձեր ներսում սեր կա, բայց գոնե մի քիչ կա ձեր ներսում, եւ այդ սերն Աստված է տվել։ Ուրեմն իմացեք սա եւ հիշեք, այն սերը, որ ձեր ներսում է, եւ դուք այն օգտագործում եք հնարավոր է աշխարհի հանդեպ, որպեսզի սիրեք աշխարհը, սիրեք մեղքը, սիրեք սխալ մարդկանց, կամ էլ սիրեք միայն ինքներդ ձեզ։ Այդ սերը հենց Աստված է մեզ տալիս։ Այդ սերը նա արդեն դրել է մեր ներսում, յուրաքանչյուրիս ներսում։ Եվ եթե դուք օգտագործեք այդ սերը Աստծո համար, օգտագործեք, որպեսզի սիրեք Աստծուն եւ կատարեք նրա կամքը, դուք հաստատ երջանիկ կլինեք։ Իսկ եթե այդ սերը դուք սխալ օգտագործեք, դուք երջանիկ չեք լինի։ Այսքան բան, ոչ մի դժվար բան չկա այստեղ։ Նրանք, ովքեր դեռ լավ չեն հասկացել, մենք հիմա կբացենք Աստվածաշունչը եւ միասին կկարդանք։ Սուրբ Հոգին Հովհաննես առաքյալի միջոցով ասել է այսպես. Մի սիրեք աշխարհը, աշխարհը մի սիրեք։ Ուշադրություն դարձրեք, դուք ունեք այդ սերը։ Եվ հետո գրված է. մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, ինչ աշխարհի մեջ է։ Ուրեմն ես չեմ կարող սիրել ոչ այս աշխարհը, ոչ էլ այն, ինչ որ աշխարհն ինձ առաջարկում է, որովհետև գրված է. ով որ սիրում է աշխարհը, նրա ներսում չկա հոր սերը։ Այստեղ Աստծո մասին է խոսքը։ Ուրեմն դուք ունեք այդ սերը եւ ունեք այդ զգացմունքները ձեր ներսում։ Դուք կարող եք ընտրել, թե ում եւ ինչի հանդեպ օգտագործեք այդ սերը։ Եթե դուք օգտագործում եք աշխարհի համար, այդ արարքը Աստծուն դուր չի գալիս։ Բայց եթե այդ սիրո զգացմունքները առաջին հերթին ուղղորդվում են դեպի Աստծուն, եթե դուք օգտագործում եք այդ սերը, որպեսզի Աստծուն առաջին հերթին սիրեք եւ հետո արդեն մնացած մարդկանց, այդ ժամանակ դուք կատարում եք նրա կամքը, ինչպես որ դուք կատարում եք առաջին ամենամեծ պատվիրանը, եւ այդ ժամանակ դուք երջանիկ կլինեք։ Եվ այն խաչը, որի վրա Տեր Հիսուսը խաչվել է, յուրաքանչյուր գիծը նշանակում է այսպես. առաջինը մեր սերն Աստծո հանդեպ, իսկ երկրորդը մեր սերը մարդկանց հանդեպ, մեր մտերիմի, մերձավորի հանդեպ։ Այդ մտերիմը ձեր ամուսինը կամ ձեր կինն են, ձեր ընտանիքը, ձեր երեխաները, ձեր ամենամոտ մարդիկ։ Եպիսկոպոս, ես ամուսնացած չեմ։ Ուրեմն ով է իմ մերձավորը, ով է այդ մտերիմ մարդը ինձ համար։ Ձեր ընտանիքը, ձեր ծնողները, ձեր ընկերները, հարազատները եւ այն սերը, որոնցով դուք սիրում եք նրանց, Աստծուց է տրված։ Ինչպես որ մենք կարդացինք, եթե դուք սիրում եք աշխարհը եւ այն ամեն ինչ որ աշխարհում է, ձեր ներսում չկա հոր սերը։ Ուշադիր եղեք, ինչպես որ Հիսուսն ասել էր. ով կատարում է իմ պատվիրանները, ով կատարում է իմ խոսքը, ես կսիրեմ նրան։ Ցանկանում եք իմանալ, դուք սիրում եք Աստծուն, թե ոչ։ Ուղղակի ուշադիր եղեք, եթե դուք կատարում եք նրա խոսքը, թե չեք կատարում։ Շատ պարզ է եւ շատ հեշտ է հասկանալ, սիրում եք Աստծուն, թե ոչ։ Եթե դուք կատարում եք նրա խոսքը, հետևում եք նրա պատվիրաններին, դուք սիրում եք նրան։ Եթե չեք կատարում, ուրեմն դուք չեք սիրում Աստծուն։ Կարևոր չէ դուք կրոնավոր եք, դուք քահանա եք,
դուք ծառայող եք եկեղեցում, հովիվ, եթե նույնիսկ դուք եպիսկոպոս եք, այդ ամենը ոչ մի կարևորություն չունի։ Այս ամենը կարևոր չեն այն հարցում, որ եթե դուք չեք կատարում Աստծո կամքը, չեք կատարում նրա պատվիրանները, դուք արդեն նրան չեք սիրում։ Եվ այստեղ ձեր դիրքը ձեզ չի օգնում, եւ ձեր սերն Աստծո հանդեպ կեղծ է դառնում։ Հնարավոր է դուք բոլորի հանդեպ ունեք այդ սերը, դուք ձեր գործերով, ձեր արարքներով ցույց եք տալիս, որ իրապես սիրում եք այդ մարդուն, բայց Աստծո հանդեպ, եթե դուք չեք կատարում նրա խոսքը, ուրեմն նրա հանդեպ դուք չունեք սեր։ Եթե նույնիսկ դուք մտածում եք, որ սիրում եք Աստծուն, դուք ինչ-որ լավ զգացմունքներ եք զգում, այդ ամենը կեղծ են, եթե դուք դրանց հետ մեկտեղ չեք կատարում Աստծո խոսքը։ Երբ Տերը նայում է մեզ, նա տեսնում է, եթե մեր սերը նրա հանդեպ ճշմարիտ է, թե կեղծավոր է, եւ ամեն ինչ իմ բնավորությունից է կախված։ Ինչպես եմ ես ինձ պահում, ինչպես եմ արձագանքում տարբեր իրավիճակներին, ինչպես եմ վարվում ամուսնուս կամ կնոջս հետ։ Կարող ենք նույնպես ասել, որ Աստված նկատում է մեր սերը նրա հանդեպ, երբ մենք մեր մտերիմի համար ինչ-որ լավ բան ենք անում։ Երբ մենք ցույց ենք տալիս մեր սերը մեր մտերիմի հանդեպ, մենք նույնպես ցույց ենք տալիս մեր սերն Աստծո հանդեպ։ Եվ եթե իմ բնավորությունը, իմ արարքներն իմ մտերիմի հետ դա Աստծո կամքը կատարելն է, Աստծո պատվիրաններին հետևելը, ուրեմն ես իրապես ցույց եմ տալիս, որ սիրում եմ Աստծուն։ Բայց եթե ես չեմ կատարում Աստծո խոսքը, ուրեմն ես կեղծ եմ։ Ես քարոզում եմ մի բան եւ կատարում եմ ընդհանրապես հակառակը։ Ես չեմ կատարում այն, ինչ որ քարոզում եմ։ Ես իմ խոսքերում հավատարիմ չեմ։ Եվ ես կեղծավոր եմ դառնում, իսկ Հիսուսը շատ ուժեղ կերպով միշտ քննադատում էր այդ կեղծավորներին։ Ուրեմն հիմա մենք կարող ենք պատկերացնել, թե ինչպես է Աստված մեզ նայում, ինչպես է նա առանձնացնում մարդկանց ըստ նրանց պահվածքի։ Նա ուշադրություն է դարձնում մեր հարաբերությանը նրա հանդեպ։ Եթե մենք սիրում ենք նրան, մենք կատարում ենք նրա բոլոր խոսքերը, հետևում ենք նրա պատվիրաններին։ Մենք դա անում ենք միայն այն ժամանակ, եթե սիրում ենք Աստծուն։ Իսկ եթե մենք դա չենք անում, չենք կատարում նրա խոսքը, ուրեմն մենք Աստծուն չենք սիրում։ Այստեղ երրորդ տարբերակ չկա։ Մարդը չի կարող ասել, որ մի քիչ սիրում է Աստծուն եւ մի քիչ էլ չի սիրում։ Այստեղ այլ կերպ չի լինում։ Կամ դուք Աստծուն սիրում եք եւ կատարում եք նրա խոսքը, կամ էլ դուք Աստծուն չեք սիրում, որովհետև չեք կատարում նրա խոսքը։ Եթե դուք ասում եք, որ սիրում եք նրան, ուրեմն կատարեք նրա խոսքը, պահեք նրա պատվիրանները, հնազանդ եղեք նրան։ Եթե դուք սիրում եք նրան, ձեր պահվածքը նրա կամքով է, ձեր արարքները նրա կամքով են։ Եթե դուք չեք սիրում նրան, այն ինչ որ դուք անում եք, նրա կամքով չէ, Աստված չի ընդունում դա։ Եվ հենց դրա համար էլ Հովհաննեսն ասել էր. «Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն, ինչ աշխարհում է գտնվում»։ Այն ինչ որ մենք հիմա նկատում ենք, այն է, որ բոլոր մարդիկ սիրում են աշխարհը։ Մարդիկ ցանկանում են տարբեր տեղեր գնալ, տարբեր երկրներ այցելել, ցանկանում են զվարճանալ, հանգստանալ, ցանկանում են նոր բաներ գնել, ցանկանում են տարբեր բաների հասնել այս աշխարհում, մեքենա ունենալ, տուն գնել, հարստանալ։ Այս ամենը վատ բան չէ, բայց եթե նայում եք միայն դրանց, մոռանալով Աստծուն, դա արդեն անիմաստ է դառնում։ Մարդկանց ներսում անընդհատ այդ ցանկությունն է, որպեսզի ավելի ու ավելի շատ սիրեն այս աշխարհը։ Մենք չենք քարոզում, որ տարբեր երկրներ այցելելը, զբոսնելը, այդպիսի կյանք ունենալը վատ բան է։ Մենք այդպես չենք ասում։
Բայց եթե դուք ամբողջությամբ, ձեր ամբողջ սրտով այդ ամենի մեջ եք, դուք արդեն սիրում եք աշխարհը։ Եվ հենց այստեղ է ամբողջ վտանգը։ Եթե դուք սիրում եք աշխարհը, դուք ավելի ու ավելի շատ եք ցանկանում լցվել աշխարհով։ Այսօր ձեր ցանկությունները մեկն են, վաղը դրանք ավելի կշատանան։ Եվ Աստծո խոսքն ասում է. ով սիրում է աշխարհը, նրա ներսում, նրա մեջ չկա հոր սերը։ Չնայած նրան, որ Աստված է սիրո աղբյուրը, Աստված է մարդկանց սեր տալիս։ Հենց ինքը Աստված սեր է։ Չնայած այդ ամենին, եթե մարդն օգտագործում է Աստծո կողմից տված սերը, որպեսզի սիրի աշխարհը, սիրի մեղքը, ուրեմն նա Աստծո կամքը չի կատարում, նա Աստծուն դեմ է գնում։ Եվ եթե դուք հիմա գտնվում եք ծանր իրավիճակում, դուք աղքատության մեջ եք ապրում, տարբեր մեծ խնդիրներ ունեք ձեր կյանքում, աղոթեք Աստծուն, ձեր անձնական անկեղծ աղոթքն արեք։ Խնդրեք Նրան, որպեսզի դուրս հանի ձեզ այդ իրավիճակից։ Դուք չպետք է կախված լինեք եկեղեցուց, չպետք է նայեք եւ ասեք. Ես եկեղեցի չեմ այցելում, ոչ մի հովիվ ինձ համար չի աղոթում, ինձ համար ոչ մեկ չի աղոթում, ոչ մեկ չի օգնում, ուրեմն ես չեմ կարող ոչինչ ստանալ։ Դուք եւ Աստված պետք է ունենաք ձեր անձնական հարաբերությունները։ Դուք պետք է ինքներդ աղոթեք Աստծուն։ Եվ այդ ժամանակ Աստված կլսի ձեզ, Աստված կլսի ձեր խնդրանքը եւ դուրս կհանի ձեզ այդ իրավիճակից։ Արեք դա, աղոթեք, եւ դրանով դուք ցույց կտաք, որ այն սերը, որ Աստված դրել է ձեր ներսում, դուք օգտագործում եք նրա համար, օգտագործում եք, որպեսզի Աստծուն սիրեք։ Եվ Աստված կօգնի ձեզ անպայման։ Դրա համար ոչ ոքի վճարել պետք չէ։ Այդ ամենն անվճար է։ Բայց այն, ինչ որ դուք կստանաք դրա դիմաց, անգին է։ Եթե նույնիսկ շատ վատ վիճակում եք գտնվում, օգտագործեք այն սերը, որը ձեր ներսում կա, Աստծո հանդեպ, օգտագործեք Աստծո համար, եւ նա ձեզ կօգնի։ Շատ լավ իմ ընկերներ, մյուս անգամ մենք ավելի շատ կշարունակենք այս թեմայի մասին։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Եվ մի մոռացեք, դուք ովքեր դիտում եք այս հաղորդումը, Կիրակի օրը, ապրիլի 20-ին, Աստծո Թագավորություն եկեղեցում տեղի է ունենալու զատկական ծառայություն։ Առավոտյան ժամը 10-ին։ Եկեք ձեր ընտանիքների հետ, ձեր մտերիմների հետ, որպեսզի միասին աղոթենք մեր ընտանիքներում սիրո համար, որպեսզի Աստծո սերը մեր ներսում լինի։ Մենք սպասում ենք ձեզ, մեր բոլոր Աստծո Թագավորություն եկեղեցիներում։ Թող Աստված ձեզ առատորեն օրհնի, Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։